Պարոն Մինասյան, ինչպես կգնահատեք վերջին օրերի ձեր մրցապայքարը, այս հանդիպումները ինչպես են անցնում։ Շատ լավ, ոչ թե մրցապայքար, մենք իրականացնում ենք քարոզարշավ, շփվում ենք գյումրեցիների հետ, թաղերով, որոշ դեպքերում հիմնականում տունարտում, անձամբ մարդկանց ներկայացնում եմ մեր թիմի ծրագիրը, որը իրատեսական է, որը ոչ թե ֆանտաստիկ ժանրից է, իրականացնելու ենք հստակ, քանի որ գույքագրել եմ ներկա իրավիճակում Գյումրու խնդիրները, այդ առաջնահերթությամբ մենք կազմել ենք ծրագիր, ներկայացնում եմ անձամբ քաղաքացիների հետ շփումներով, շատ ջերմ, լավ մթնոլորտ է, որը ինձ էլ ավելի է պարտավորեցնում, որը էլ ավելի ինձ ուժ է տալիս եւ նույն տեմպով շարունակելու ենք հետագա 5 տարիների ընթացքում։ Այսօր անձրևի պատճառով հանդիպումը ավելի անմիջական էր, անմիջապես հանդիպեցիք շատ թվով մարդկանց հետ, ինչ խնդիր ունեն հիմնականում, ինչ խնդրից են խոսում, ինչպես անցավ։ Շատ լավ անցավ, ճիշտ ասած 2 ժամվա ընթացքում այդքան քաղաքացիների արձագանք չի սպասում, առիթն օգտագործելով շնորհակալություն եմ հայտնում մեր գյումրեցիներին, պատրաստական, ակտիվ լինելու, իրենց հարցերը բարձրաձայնելու առումով հիմնականում նույն հարցերն են, տեսեք, փողոցաշինություն, թափառող շներ, անօթևան ընտանիքներ, որոնք մինչ այժմ գտնվում են տնական ավաններում, վտարային բազմաբնակարան շենքեր, այս կարևոր հարցերն են գլխավոր, որոնք մինչ այժմ ես հանդիպել եմ եւ նաեւ պաշտոնավարման ընթացքում ինձ անձամբ դիմումների քանակով կատարել ենք մոնիտորինգ եւ ստացել եմ հստակ պատասխան, հիմնական այդ հարցերն են, որոնց կան հստակ պատասխաններ եւ մենք գնալու ենք այդ խնդիրները լուծելու ճանապարհով, այլ ճանապարհ չկա, կանգնելու ենք գյումրեցիների կողքին, մեր անձնական հնարավորությունների, իմ ունեցած փորձի, մեր կառավարության ջանքերով այդ խնդիրները անպայման իրենց լուծումները ստանալու են։ Պարոն Մինասյան, վերջերս համայնքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը մի հայտարարություն է արել քաղաքացիների հետ հանդիպումներից մեկի ժամանակ, ինքը հայտարարել է, որ մեր երկիրը այս ընթացքում կառավարում է ազգի դավաճանների կողմից եւ քանի որ դուք եւս ճանապարհ եք գնում այդ թիմի հետ, ուրեմն չի կարող ձեզ ընդունել որպես ճիշտ մարդկային տղա եւ դուք եւս ազգի դավաճան եք։ Ինչպես կմեկնաբանեք Վարդան Ղուկասյանի այս հայտարարությունը։ Ճիշտ ասած առիթ չեմ ունեցել լսելու, որովհետեւ զբաղված եմ ավելի կարևոր հարցերով, մեր քաղաքացիների խնդիրներով, Վարդան Ղուկասյանը բավականին պատկառելի տարիք ունի, իմ դաստիարակությունը, նաև ապրած կյանքը Գյումրիում թույլ չի տալիս, որ թոշակառու բավականին պատկառելի տարիք ունեցող մարդու հետ անձնական այսպիսի բանի մեջ մտնեմ, գյումրեցին հստակ գիտի ովքեր են դավաճանները։ Դավաճանները այն մարդիկ են, ովքեր փողով իրենց երեխաներին, իրենց գերդաստանների տղաներին ազատել են բանակից, ովքեր փողով թույլ չեն տվել, որ իրենց երեխաները ծառայեն Ղարաբաղում, որովհետև գյումրեցիների հիշողությունը շատ թարմ է, կարող ենք շփվել իրենց հետ եւ ձեզ կվստահեցնեն, որ իշխանությունների կառավարման տարիներին ինչ արժեք է ունեցել Ղարաբաղում չծառայելը, ինչ արժեք է ունեցել բանակից ազատվելը ու այսպես շարունակ։ Գյումրեցիներին հարցրեք, հստակ կասեն, ամսի 30-ին գյումրեցին իր խոսքը կասի թե ով է դավաճան, ով է իսկական պետականամետ ազգային մտածելակերպ նվիրված
այն մարդը, ով որ պատրաստ է այս Գյումրու ամբողջ խնդիրները վերցնել իր եւ իր թիմի ուսերին ու առաջ գնալ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։